Կրկին բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 30-ն է եւ քիչ առաջ մենք պայմանավորվեցինք, որ երբ որ լինեն նոր տեղեկություններ մամլո ասուլիս Կայա Կալասի եւ Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը, մենք անպայման կանդրադառնանք այս հարցին, քանի որ ամենակարևոր հարցերի պատասխանները մենք ստանում ենք տվյալ մամլո ասուլիսներից։ Եվ քիչ առաջ տեղի ունեցավ այդ մամլո ասուլիսը եւ բազմաթիվ հարցերի պատասխաններ ենք ստանում։ Ճիշտ է, նոր հարցեր եւս առաջանում են, բայց կարծում եմ շատ կարևոր հարցերի պատասխաններ ենք ստանում, թե ինչ է քննարկվել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ, եւ ասեմ, որ բավականին հավակնոտ ծրագրեր են քննարկվում, պետք է փորձենք չմոռանալ որևիցե հարց բաց թողնել։ Սկսեմ նրանից, որ մեկնարկում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, այսինքն նոր կարևոր քննարկումների ֆորմատ է ձևավորվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ, որը որ կքննարկի անվտանգության եւ պաշտպանության առնչվող հարցեր, բավականին լուրջ եւ հավակնոտ ծրագիր է եւ գիտենք թե որքանով կարևոր է այն մեզ համար պաշտպանելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը։ Երկրորդը, որը որ շատ կարևոր է, ավարտին է հասցվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր օրակարգի շուրջ բանակցությունների փաստաթուղթը, այստեղ շատ մանրամասներ մենք չունենք, բայց շատ կարևոր փաստաթուղթ է երևում համապարփակ եւ ընդլայնված համագործակցության շրջանակներում եւ նաեւ կարևոր է նշել, որ Արարատ Միրզոյանը իր խոսքում ասում է, որ Եվրամիության հետ քննարկել են նաեւ Հայաստանում ընդունված օրինագիծը, որ Հայաստանը ապագայում մտադիր է դառնալ Եվրամիության անդամ, քննարկել են եւ փորձել են հասկանալ, թե ինչպես կարող է իրականացվել այդ հարցը, քանի որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ եւ շատ լավ է, որ Կայա Կալասի հետ կոնկրետ քննարկել են այդ օրինագիծը, քանի որ Հայաստանը հստակ արդեն հայտնում է, որ հավակնություններ ունի դառնալու Եվրամիության անդամ։ Բնականաբար դեռ պետք է դառնալ տեխնացու երկիր, ես կարծում եմ բազմաթիվ բարեփոխումներ պետք է դեռ իրականացվեն, բայց շատ հստակ է, որ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ եւ արդեն կոնկրետ Կայա Կալասի հետ Արարատ Միրզոյանը այդ հարցը քննարկում է։ Կարևոր է նաեւ նշել, որ քննարկում է տեղի ունեցել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների ազատականացման շուրջ, դա եւս չափազանց կարևոր հարց է, որը որ հուզում է Հայաստանի քաղաքացիներին, Վրաստանը վաղուց ունի Եվրոպայի հետ ազատ առանց վիզաների մուտք ելք, շատ կրկնեմ կարևոր կլինի դա Հայաստանի համար, կարծում եմ շատ շուտով դրան կհասնի Հայաստանը եւ նաեւ Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, քանի որ դա եւս չափազանց կարևոր եւ լուրջ անվտանգային բարձիկ է դարձել Հայաստանի համար։ Չնայած որ եվրոպական դիտորդական առաքելությունը անզեն է, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ ստաբիլություն է առաքելությունը բերել Հայաստան։ Կարևոր է նաեւ նշել, որ Կայա Կալասն էլ իր խոսքում հստակ ասում է, որ երբեք Հայաստանը եւ Եվրամիությունը այս աստիճան մոտ չեն եղել միմյանց, ինչպես որ հիմա են։ Հայաստանը շարունակում է իր քայլերը մոտենալու Եվրամիությանը։ Կայա Կալասը խոսել է նաեւ Եվրամիության հավակնոտ ծրագրի մասին, որը որ վերաբերվում է Սևծովյան տարածաշրջանին։ Գիտեք, այդպիսի ռազմավարություն էր մշակել Եվրամիությունը եւ այդ շրջանակներում ներգրավված է նաեւ Հայաստանը, Հայաստան, Վրաստան, Թուրքիա եւ այլ երկրներ եւ շատ կարեւոր հավակնոտ ծրագիր, այսինքն Եվրամիությունը հստակ ցուցադրում է, որ հստակ շահեր ունի Հարավային Կովկասում։ Վրաստանը արդեն Եվրամիության տեխնացու երկիր է, ճիշտ է, այդ խնդիրները, որոնք որ հիմա կան, ես կարծում եմ, որ ապագայում միանշանակ այդ խնդիրները կլուծվեն, չեմ կարող ասել երբ, բայց դա կլինի։ Հայաստանը եւս կարող է ապագայում արդեն մոտ ապագայում դառնալ տեխնացու երկիր, բայց ճիշտ է, շատ արագ բարեփոխումներ պետք է իրականացվեն, եթե անվտանգության ոլորտում եւ պաշտպանության ոլորտում սկսում են համագործակցությունը, դա արդեն ինքնին շատ արագ ձևով բերելու է այդ ամենի իրականացմանը։ Կայա Կալասը նաև խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին,
նա ասել է, որ Եվրամիությունը ողջևորված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղության շուրջ, այսինքն խաղաղության պայմանագիրն է, խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է եւ շատ կարեւոր է դա Եվրամիության համար։ Բայց այս առումով Արարատ Միրզոյանը հստակ ասել է, որ այսինքն հարց էր, որ հնչեց Արարատ Միրզոյանին ադրբեջանական պահանջների մասին, մեկտեղ կար, որ թեթև դիրքորոշման փոփոխություն նկատեցի։ Գիտեք, օրինակի համար ասում է, որ Ադրբեջանը պահանջում է Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանը դեմ չէ, որ Մինսկի խումբը լուծարվի, բայց ես հիշում եմ նախկինում, որ ասվում էր, որ այդ Մինսկի խումբը կարող է լուծարվել, այսինքն նման փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հենց խաղաղության պայմանագիրը ստորագրվելու ժամանակ։ Հիմա Արարատ Միրզոյանը ասում է, որ կամ այդ ժամանակ, կամ նույնիսկ երբ որ հստակ արդեն օր նշանակվի, թե երբ է ստորագրվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, արդեն կարելի է հստակ սկսել բանակցությունները, թե ինչպես է լուծարվում Մինսկի խումբը, քանի որ Հայաստանը մտավախություններ ունի, որ եթե Մինսկի խումբը փակվի, այսպես արագ ձևով առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, ապա Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալ։ Ինչ վերաբերվում է սահմանադրությանը, սահմանադրության մասով նա նշեց, որ դա Հայաստանի ներքին գործն է, այդ մասին, բայց Հայաստանը խոսում է 18 թվականից, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է նախաձեռնվեն եւ հավանաբար 2026 թվականի ընտրություններից հետո այդ հարցին Հայաստանը անդրադառնա, բայց դա Հայաստանի ներքին գործն է եւ խաղաղության պայմանագիրը նա հասկացնում է, որ պետք է ստորագրվի շատ ավելի շուտ, դա չպետք է կապվի սահմանադրության հարցի հետ եւ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը ընդունում է, որ խաղաղության պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը, ապա որևիցե խնդիր չկա եւ Ադրբեջանի այն պնդումները, թե սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ, դրանք անհիմն կստացվեն։ Այսինքն այդ մասին մենք բազմիցս լսել ենք։ Ընդհանուր առմամբ չափազանց շատ կարևոր հայտարարություններ են հնչում։ Համագործակցություն կա նաև տնտեսական ոլորտում, որը որ նույնպես չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Հարց հնչեց Լավրովի այսօրվա հայտարարությունից, մենք չենք հասցրել անդրադառնալ Լավրովի հայտարարությանը։ Լավրովը ասում էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն դրանից հետո արդեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին եւ ասում է, որ եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են։ Էլի շատ վատ հայտարարություն է արել, բայց դրան մի փոքր ուշ անդրադառնանք, բայց այս հարցը հնչեց նաև Արարատ Միրզոյանի առջև եւ Արարատ Միրզոյանը հստակ ասում է, որ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ եւ սա իրավական process է եւ Հայաստանի ներքին գործն է։ Ու նա ասում է, Արարատ Միրզոյանը հստակ ասում է, որ պարոն Լավրովին հստակ խորհուրդ եմ տալիս, որ չխառնվի Հայաստանի ներքին գործերին, ինչպես նաև ներքին քաղաքականությանը։ Նա նաև խորհուրդ է տվել Ռուսաստանի Դաշնության խորհրդականներին, մեդիային, փորձագիտական շրջանակներին, որպեսզի նրանք նույնպես չխանդրվեն Հայաստանի ներքին գործերին եւ հարկանքով վերաբերվեն Հայաստանի ինքնիշխանությանը ու այլևս երբեք թույլ չտան իրենց խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Այսինքն շատ լավ է, որ մի քանի անգամ Արարատ Միրզոյանը հստակ ասում է Լավրով մի խառնվի Հայաստանի ներքին գործերին, դա Հայաստանի ներքին գործն է, բայց նույն ժամանակ եկեղեցու դեմ որևիցե բեռնաճնշում գոյություն չունի, ձեր քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, վերլուծական կենտրոնները, падգամավորները նույնպես չպետք է խառնվեն Հայաստանի ներքին գործերին, հարկանք պետք է ունենա Հայաստանի իշխանությունների նկատմամբ, բայց ինչ որ տեղի ունենում Հայաստանում քաղաքական process-ների մաս է եւ ոմանք փորձել են դուրս գալ օրենքի սահմաններից իրենց քաղաքական գործունեությունը վարելու ընթացքում։ Այսինքն հստակ քաղաքական լեզվով շատ գեղեցիկ ասում է, որ որոշ հոգևորականներ քաղաքական գործընթացներ էին սկսել Հայաստանում, բայց երբ որ իրենք դուրս եկան սահմանադրական նորմերից, օրենքը խախտեցին, Հայաստանի իրավապահ մարմինները ճիշտ համարեցին նրանց բերման ենթարկել եւ դատարանը 2 ամսով կալանք սահմանել։ Այսինքն ընդհանուր առմամբ դա է Արարատ Միրզոյանի ասածը եւ շատ հստակ, շատ կոռեկտ եւ ինչ որ չափով բավականին
կոշտ կոռեկտություն պարունակող հայտարարություն էր Լավրովի հայտարարությանը ի պատասխան։ Բայց Լավրովը էլի հայտարարություն է արել եւ բավականին սպառնալից հայտարարություն է արել։ Նա ասել է, որ Հայաստանի ժողովրդի շահերից դժվար թե բխի երկրի ղեկավարության կողմից այն որոշումը, որ Հայաստանը հեռանում է, շրջում է իր եվրասիական գործընկերներից։ Այսինքն ասում է Լավրովը այն, որ Հայաստանի ժողովրդին դժվար թե դա օգտակար լինի, բայց այստեղ կա հստակ սպառնալիք, որը որ կար նաև Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ, եւ Լավրովը ասում է, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի, գնում է դեպի Եվրամիություն, թե մնում է Եվրասիական միությունում եւ հապկում։ Նա այսպիսի սպառնալիքներ է Լավրովը հնչեցնում Հայաստանի նկատմամբ, բայց նույն ժամանակ ինքն իրեն հակասելով ասում է, որ մենք երբեք Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ չենք գործադրել։ Այսինքն այն իրարանցումը, որը որ կար նաև վերջին օրերին որոշ եկեղեցականների հետ կապված, Ռուսաստանի արձագանքի հետ կապված, նաև որոշ չափով կապված էր Կայա Կալասի այցի հետ, չեմ ասում հիմնականում դա էր, բայց դրա մեջ կար նաև Կայասի նախատեսվող այցը Հայաստան, փորձում էին մաքսիմալ այնպիսի խառը իրավիճակ ստեղծեին, որ Կայասը չայցելեր Հայաստան, այդպիսի կարևոր պայմանավորվածություններ ձեռք չբերվեին Եվրամիության հետ Հայաստանը չսկսեր քննարկել նոր անվտանգության եւ պաշտպանության հարց, նման խորհրդակցությունների ֆորմատ չձևավորեր Հայաստանը Եվրամիության հետ, եւ դրանից բացի այդ նոր համագործակցության օրակարգը, որը որ արդեն բազմաթիվ կետերի է անդրադառնում, ոչ միայն պաշտպանություն եւ անվտանգություն, այդ ամենի շուրջ Հայաստանի եւ Եվրամիության միջև պայմանավորվածություններ ձեռք չբերվեին։ Բայց նույն ժամանակ հիմա որ Ադրբեջանում այդպիսի հայտարարություններ են արվում ամենաբարձր պետական հեռուստաընկերությունների մակարդակով ընդդեմ Ռուսաստանի, նաև քիչ առաջ ստացանք տեղեկություն, որ Բաքվում Սպուտնիկ Ադրբեջանի այդ լրատվամիջոցի ռուսական գրասենյակում խուզարկություններ են սկսվել, տեսանք թե ինչ հայտարարություններ են արվում, ինչպիսի լարվածություն կա երկրների միջև Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանը կարծես խուսափում է քաղաքական գնահատականներ տալ նույն Ադրբեջանին եւ կրկին հարձակվում են Հայաստանի վրա իրենց հայտարարություններով։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, ինչի մասին ուզում էի խոսել։ Վերջում կարող եմ անդրադառնալ նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը հոգեվորականների եւ եկեղեցականների մասով, ու հետաքրքիր է, որ նա ասել է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաները իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ժողովրդին ու Աստծուն։ Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավել անթերի չեմ։ Թերություններ ունենալը այլ բան է, Աստծո առջև կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտել եւ այդպիսով եկեղեցին պեղծելը բոլորովին այլ բան, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մնում է իր կարծիքին, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր քահանաները պետք է հեռացվեն եկեղեցուց։ Եվ դրան չարկում է նաև Կարեքիմբը Կտրիչ Ներսիսյանը, որը որ ըստ Նիկոլ Փաշինյանի նույնպես պետք է հեռանա հայ առաքելական եկեղեցուց։ Այստեղ բազմիցս ես իմ կարծիքը ասել եմ, կարծում եմ ավելի մեծ մեղք է ծառայել օտար պետությանը, օտար երկրների քաղաքական շահերը սպասարկելը մեր երկրում, բայց եկեղեցու ծիսակարգով, օրակարգով իրոք բավականին լուրջ մեղք է։ Եվ իրոք պատկերացրեք, երբ որ դու գիտես, որ հոգեվորականը ոչ մաքուր կյանքով է ապրում, խախտել է իր կուսակրոնության ուխտը, բնականաբար քո հավատքը նաև եկեղեցու նկատմամբ, հոգեվորականների նկատմամբ շատ լուրջ ձևով սկսում է նվազել, եւ այս հարցը իրոք կարծում եմ մեկ եւ վերջ պետք է լուծվել։ Տեսնենք, հուսանք, սպասենք, որ այդ հարցը անպայման իր լուծումը կգտնի։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։